Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի և Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Գիտեք, արդեն մեկ շաբաթից ավել է Նիկոլը իր ընտանիքով և թիմով, ավելի կոնկրետ ընտանիքով հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է հայ առաքելական եկեղեցին, ակնհայտ է, որ այսպես սկզբնական թիրախ է ընտրել սրբազաններին և ամենայն հայոց կաթողիկոսին, բայց ակնհայտ է, որ պլանները և ծրագիրը շատ ավելի մեծ են, այն է, սա հարձակում է հայ առաքելական եկեղեցու դեմ, հիմնահատակ ավիրել և հայ ժողովրդի դեմ է ուղղված։ Երեկ բազմահազար ժողովուրդ էր հավաքվել Զվարթնոց օդանավակայանում, դիմավորում էին վեհափառին, վեհափառը բացակայում էր, կարծեմ շատ կարևոր խոսքեր ասաց այդտեղ վեհափառը, ողջունելով մի փոքր էլ հուզված էր, հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը։ Աստված պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտյանս, վեհափառ Հայրապետի խոսքերն են։ Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծու ողորմությամբ և օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքերն են։ Ամուր մնացեք մեր հավատքի և առ եկեղեցի ունեցած ձեր սիրո հավատքի մեջ։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հավատավոր ժողովրդին, նրանց համայն հայության, այսպես ասենք, ոչ միայն նրան։ Երեկ այսպես կոչեր հնչեցրեցին իշխաններ Սաղաթելյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարը պարոն Վանեցյանն էր և այլ անձինք այսպես։ Եվ գիտեք, հիմա մենք այն վիճակում ենք ապրում, որ պետք չի այսպես վերմակը քաշել սրա մասին եւի ճիշտ էլ չի խոսել, շատ լավ էր, որ կոչ եղավ եւ շատ լավ էր, որ դա այսպես էքսպրոմտ պատրաստի կազմակերպվեց եւ կայացավ, դուք էլ եք այնտեղ, ինչ կարող եք փոխանցել եւ այս թիրախը ուր է տանում, ինչու եւ դուք երեք ինչ զգացիք, ինչ ոգի կար այնտեղ, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ նախ իմ շնորհակալությունը, գոհունակությունը շնորհակալությունը, գոհունակությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այդ րոպեներին, այդ ժամերին եկել էին այդ ուշ ժամը հաշվի չառնելով, գիտեք, որ խցանումներ էր, անգամ մեր հայրենակիցների մի մասը չկարողացավ մոտենալ օդանավակայանին, ուրեմն Փարաքյալից սկսած խցանումներ էր եւ մենք էլ մի փոքր ուշտեղ հասանք, ոգևորվածություն կար եւ դա շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները ցույց տվեցին այս ապիկարներին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անտես չէ։ Իր զավակները պատրաստ են ամեն րոպե, ամեն վայրկյան կանգնել եկեղեցու սրբազանների վեհափառի թիկունքին եւ ոչ մեկի մտքով անգամ թող չանցնի, որ կարողա մոտիկ իսկ անցնել եկեղեցու կողքով, սրբազանների կողքով եւ նաեւ ուզում եմ նաեւ փոխանցել այն ջերմությունը, որ մարդիկ փոխանցում էին վեհափառ տիրոջը, քչերին հաջողվեց մոտենալ, անձամբ ողջունել, որովհետև շատ լավ էր, որ ինքը պիտի հենց այնտեղից մեքենան նստեր, բայց քայլեց, հետո նորից շարունակեց քայլել, այսինքն մնաց ժողովրդի հետ։ Ուզում եմ ասեմ, շատ մարդիկ կանցել չհաջողվեց, որ ուզում էին իրենց անձամբ, իրենց նաև աջակցությունը հայտնել վեհափառին եւ իհարկե նաև նկատելի էր նաև վեհափառի հուզմունքը եւ նաև իր երախտիկն ու շնորհակալության բան չկա, բոլորիս պարտականությունն է, բոլորի սուրբ պարտականությունն է, ով որ գնացել է կամ ով որ էկրաններից հետևում էր, դա ոչ թե անում էր վեհափառի համար, ոչ թե անում էր, ամեն մեկ իր համար արել, ամեն մեկը կլինի կուսակցական, ոչ կուսակցական, քաղաքական, ոչ քաղաքական մարդիկ սա արել են իրենց համար, սա նաև կարծում եմ, որ շատ ուշադիր է պրոցեսներին հետևել է նաև մեր թշնամական պետությունները, որոնց որ նաև իրենց ուղղորդմամբ այս ամեն ինչը կատարվում եւ իրենց էլ սա մեսիջ էր, որ այն մեկը կա դե մարդանման մեկն էլ չի էլ իրանց այդ առաջնորդը որ կա այդ
Փաշիզադե է, ինչ կոչեցյալ է, ինքն էլ ընդեղից ինձ թվում է իրանք էլ ընդեղից նայել են, տեսել են, որ այս մեծ աջակցությունը կա եւ իրենց ծրագրերը կապված հայ առաքելական Սուրբ եկեղեցուն քանդելու, փլուզելու, իջիկ են դառնալու, վտանգները չեն չեզոքացվել, սա մի փոքր քայլ է, բայց ոգևորիչ քայլ է։ Այս ամեն ինչը պետք է շարունակվի եւ այս իշխանությունները պետք է հասկանան, այս դավաճանական թրքահաճո իշխանությունները պետք է հասկանան, որ եթե համարձակվեն որևէ մի կերպ մոտենալ մայր տաճարին կամ համարձակվեն այդ ինչ են ասում, խմբեր են ստեղծում, ինչ են անում, իրենք շատ լուրջ եւ շատ անհամաչափ պատասխան են ստանալու հավատավոր հայ ժողովրդից։ Դա մեկը միշտ պիտի ֆիքսեն, հասկանան եւ ինձ թվում է նաեւ էս էլ իրանց համար որոշակի ազդակ կլիներ եւ ես կարծում եմ, որ այս գործընթացները պետք է շարունակվեն, մենք էլ հավատքով, հույսով եւ նվիրումով լծվենք այս գործին, գնանք մինչեւ վերջ, կանգնենք մեր եկեղեցու կողքը։ Ուրիշ տարբերակ պարզապես չունենք։ Էկոնոմիկայի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության դրեք այն Լարսից ինչ էր ասում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը կարծում է, որ կուսակրոն հոգևորականները զանգվածաբար չեն պահել երթում այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի վերջինս նկատվում է այս ամենը ոչ մեկը չի հերքում, իսկ եթե հերքում է եւ այլ ինչ-որ անհեթեթություններ է դուրս տվել, այս անձը գնա, այս թեր հաստահասին պիտի ասել գնա քո գործերով զբաղվի։ Հիմա ցույց կտանք թե ինչ է տեղի ունենում Լարսում եւ նաեւ հիշեցրել էին թե այս բանը փողոցից եկած այս կույտը կամ գոյանքները, ոնց որ ասում է Խաչիկ Մանուկյանը, ընդհանրապես ինչով են զբաղված։ Իզի համար հենց անալիզի։ Ահա։ Հետ դուր հիմա Լարսից այս կոնյակ արտադրողները, վարորդները, ինչ են տեսնում, եւի դուք եք ծանոթ չեք, խնդրում եմ հետևեք։ Վրացական տերմինալներն առաջացնում են։ Հետևեք, տեսել եք սա։ Ոչ մեկ կտրականապես չկա։ Ես դուսնա որ վեգանում են, այս սենյակից ուղարկում են այն սենյակը, այսինքն սաղվախ չնում են, ու էսի կոչվում է կառավարություն, որը որ հարց է լուծում։ Հեսա դուս կտան։ Ոչ մեկ, ընդհանրապես ոչ մի հարցի ոչ պատասխանում են, ոչ էլ շոֆերները առավոտվանից այդ կաբինկի մեջ պլյուս 30 աստիճան շոքին, կաբինկի մեջ անտեր երկիր է, էլի, անտեր երկիր է, ամեն մեկը իր հարցը լուծում։ Սրանք սա հայկական ավտոներն են։ Ոչ ասում են հիմա ենք անալիզ վեկարելու, ոչ ասում են վաղը, այս շարքը որ տենում ենք, այսպես կանայ, սրանք սա հայկական ավտոներ են, պլյուս դրան են հետևի ռադիերով են կանայս։ Ասում ենք երբ եք վեկալելու անալիզ, այսօր եք վեկալելու, վաղան եք վեկալելու, մյուսօրն եք վեկալելու, կենտրականապես ոչ մեկ ոչի բան ոչ ասում է, ոչ էլ բան են անում։ Ու մեր երկիրը կոչվում է կառավարություն, տրանսպորտի կապի նախարարը հարցը լուծվել է, պայմանավորվածություն կա։ Այս իրենք որ է ձեր պայմանավորվածությունն է, դուք երևի ձեր հարցերը տան մեջ չեք կարող լուծեք, ձեր տան մեջ ձեր հարցերը չեք կարող լուծեք, ընկել եք պետության հարցերն եք լուծում, չեք կարող լուծեք, ախպեր թողեք գնացեք թող այս իշխանությանը մատ, ով որ այս հարցերին լուծում կտա։ Սա է, ու տեսեք, այս նույն Գևորգ Պապոյանը, որ խոսում է, մեծ փրթում է, քանի որ իրանց շեֆը աղբանոցի, այսպես աղբի հոտը տարածում է եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, հիմա սա էլ քիթը խոթել, տեսակ, չէ, ինչի ասում, ինչից է խոսում, այդ թեր հաստահաս, գնա քո գործով զբաղվի, եւ մեկը գրի առել ու փոխանցել է, թե ինչ է ասել, սա օրինակ մայիսի 13-ին, այս նույն հարցով, այս պատասխանատու էկոնոմիկայի նախարարը, որ այսօր չգիտեմ ինչա դուրս տվել հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչը ասում են իր գործի հետ կապված, ասում է 13-ին մայիսի, առաջիկայում հնարավոր է չի բացառվում, որ ես այցելեմ Վրաստան, տեղում եւս մեկ անգամ քննարկեմ այս հարցերը կոնյակի բեռնատարները չթողնելու, փակագծում դա է գրել, սա ասել է մայիսի 13-ին, ահա, անցնում է 2 օր, տեսեք ինչա դուրս տալիս, առաջիկա օրերին ունենք պայմանավորվածություն, ես թերևս կայցելեմ Վրաստան հարցերը լուծելու, Այս 15-ին, դրանից առաջ ասում եմ գնում եմ, հետո ասում եմ թերևս կայցելեմ ինչա։ Հետո անցնում եմ մեկ շաբաթ հետո ինչա գրում։ Այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, չի գնում այս, սուտ է խոսում։ Չի գնում, այդ հարցը չի լուծում։ Իրավիճակ, որի մայցը ավելի կարևոր է իրավիճակը փոխելու համար։
հետակա բան է էլի թեր հասների չգիտեմ անպատասխանատու ինչերի էս հետո դրանից հետո ճիշտ 8 օր հետո ինչ ա գրում արդեն մյուս ամսվա 3-ին պլանավորել է մի մայցը բայց վրացական կողմը խնդրել է որ հունիսի 6-ին իրենց գան Հայաստան նախնական լուծման փաթեթերը հետո սենց ա ցրում այս արդեն անցավ մոտավորապես 1 ամիս էլի չեն գալիս 1 ամիս անցնում է հետո ինչ ասում վրացական կողմը դրանից 3 օր հետո ինչ ա գրում վրացական կողմը կապվել է ներողություն խնդրել ու ասել որ այցը չի կայանում նախորդ ծանրաբեռնության սա էլ չի կայանում անցնում է դրանից էլի մի քանի եւ այսպես շարունակում այս մարդը այսօր բան է անում խոսում է եկ գնա քո գործով զբաղվի Այս մարդիկ այսօր դրա մասին խոսել եմ, սա ինչ է նշանակում, եթե կոյնակի արտահանման արգելք կա, սա նշանակում է, որ արտադրողին մեծ վնաս, ճիշտ է, շիշ արտադրող, չգիտեմ այդ գործարանի, սա նշանակում է խաղաղագործին մեծ վնաս, ճիշտ է, բեռնափոխադրողներին մեծ վնաս, այսինքն մի ամբողջ շղթա հազարավոր մարդիկ այսօր հայտնվել են պրոբլեմի մեջ եւ դա ֆինանսներ է, որտեղ այնտեղ եւ գործարանատերն է վարկեր վերցնում, եւ խաղաղագործն է վարկեր վերցնում, եւ այդ մեքենայի տերերը ու սրա պատասխանատուն այսօր խոսում է, դու ով ես, ինչ ես քեզանից ներկայացնում, այ փողոցից եկած թափթփուկներ, որ բախտի բերմամ չգիտեմ ոնց հայտնվել եք Այս պաշտոններն իհարկե ես այսօր ասել եմ նորից կրկնում եմ, այն որ դու գնում եք ընտրելու սիրելի հայրենակիցներ, ասում եք թող փողոցի բոմժին ընտրենք, միայն թե չգիտեմ ում հարցերը լուծի, այդպես է լինում, վերջում սովորաբար գալիս է ու ժողովրդի հարցերն են լուծում, ու այս իրավիճակի մեջ են գցում։ Խնդրեմ այս թեմայի հետ կապված։ Այդ ինչ որ դուք ասում եք, դա իմ հարցմանի պատասխանն է, այս ամեն ինչ եղել ազգային ժողովում։ Ազգային ժողովի ամբիոնից այս խնդիրները բարձրաձայնել եմ առաջի օրվանից Այդ մարդկանց կողքն եմ եղել, մինչև հիմա էլ շարունակում եմ ամենօրյա ռեժիմով հետևել, այս տեսանյութերը ինձ համար պատահական չեն, իրանց հետ կապի մեջ եմ, կոնյակ արտադրողների հետ կապի մեջ եմ, գյուղատնտեսների հետ կապի մեջ եմ, խաղաղագործների հետ կապի մեջ եմ, տեսեք ինչ է կատարվում։ Այս մարդիկ տարական խնդիրները չեն կարողանում լուծել, այնինչ ասում ենք վրացիների հետ ունենք ռազմավարական, ստրատեգիական, չգիտեմ, ինչ հարաբերություն, հատուկ հարաբերություններ ունենք եւ այլն, ու չեն կարողանում այս հարցը լուծել։ Հազարավոր աշխատատեղեր փակվում են։ Հիմնարկները, այդ արտադրողները միլիոնավոր դոլարների վնասներ են կրում։ Պատկերացնելու համար ամեն բեռնատարի մեջ կա մոտավորապես 20,000 շիշ կոնյակ, մոտավոր իր արժեքը 70-80,000 դոլար արժողությամբ են, 50-ից ավել ուրեմն բեռնատարներ կային ինչև էս բա, հիմա չգիտեմ ավելացել են թե չէ, ու տեսեք այն մարդիկ, որոնք որ հիմա խաղող են դրել եւ այդ բերքի ակնկալիքով սպասումներ ունեն։ Այն մարդիկ, որոնք որ պարտավոր են ամեն օր աշխատավարձ տալ իրենց աշխատողներին, ինչ պետք է անեն։ Այդ ամբողջ շղթան ուրեմն կտրվել է, այս մարդիկ պարտավորվածություն ունեն, պայմանագրեր ունեն կնքած։ Հենց որ ասում ես, այդտեղը պայմանագիր ունի կնքած այդ մարդը, այդ պայմանագիրը չկատարելու դեպքում ինքը վնասներ է գալիս, ինչ դի վճարի։ Վճարները անի, այսինքն գնում է տոտալ սնանկացման ուրեմն ճանապարհով, այսինքն խաղաղագործները այնտեղ իրանց երթին են սնանկանում, գյուղացիները այնտեղ են վարկերի տակ ճռնչում, այստեղ կոնյակ արտադրողները էլ չասեմ ինչ վիճակի մեջ են եւ ամեն անգամ հեսա կլնի, մի շաբաթ հետո գնանք, հանդիպենք եւ այլ վերջի խոսակցությունը եղավ այն, որ ասեցին, որ Վրաստանի գյուղնախարարը պիտի գա այստեղ հանդիպան, ոչ Վրաստանի գյուղնախարարը եկա, ոչ հանդիպում տեղի ունեցավ Իրենք գնացին, կառավարությունը գնացել է, այս խորհրդարանի պատվիրակությունը գնացել է Վրաստան, ասում ես, այնգեր, կարաք մի բառ ասեք, ինչ են ասել ձեզ։ Կարաք մի բառ ասեք, ինչ է ասել վրացական կողմը։ Դենա տեսակ էլի, տարանցիկ ապրանք է, որը որ իրավունք չունի, դուրը բացելու նայելու, չկա տենց բան, աշխարհում նման բան գոյություն չունի, տարանցիկ բեռը իրանց համար ինչ կապ ունի այդ կոնյակը, լավն է, վատն է, չնայած հայկական կոնյակը միշտ աչքի ընկել իր որակներով։ Այսինքն սա կոնկրետ քաղաքական մոտեցում է, սա քաղաքական գնահատական է, սա ապտակ է հայկական կողմին, որ սրանք խաղաղության խաչմերուկ անվան տակ, անգամ գործող ճանապարհները, ուղիները, ենթակառուցվածքները չեն կարողանում
Հավուր պատշաճի Բավարար օգտագործել։ դու դա չեք կարողանում։ Էս ում հետ եք, խափում ես մեր խաղաղության խաչներում։ Հեսա ճանապարհները բացվում, հեսա տեսեք ինչ են Չէ, կանում։ եղած ճանապարհները չեն օգտագործում, մարդը գնացել են, բանը թշնամու ճանապարհներն են, բացոսա մենք ստուգելու ենք, տո դուք ով եք։ Ես կոնյակագործների հետ հանդիպել եմ։ Երբևիցե նման բան չի եղել։ Չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման խայտարակ իրավիճակ։ Եվ սա քաղաքական հարց է, սա վրացական կողմի ապտակն է։ Այո, շատ կոնկրետ էստեղ ինչ որ բան կա։ Ինչ որ բան կա, ինչ որ բաններ մեզ հասած տեղեկությունների համաձայն Վրաստանի ընտրություններին տարբեր NGO-ների միջոցով Հայաստանից այնտեղ ֆինանսավորման Այսինքն Նիկոլի վարած քաղաքականության կամ այս թերհասի, որ հիմա դասա տալիս սրբազանների վեհապար ինչը պապոյա հասկանում եք, ոչ մեկ իր տեղում չի։ Ոչ մեկ իր գործը չի անում։ Ամեն մեկը մի հատ բան է վեկալել, այդ հղիության թեստ է վեկալել, ու սկսում է ստենդը եկնել, տենալա ես իմ ովա հղի, ովա չբեր, ովա չգիտեմ, այս խելագարների ես խումբը որ կա ասենք։ Այ ձեր պարտականությունները կատարեք, անաստագլխականակը, ուրեմն կոտորվում է, չկա, հիվանդությունները վխտում է, ուրեմն գնացեք գյուղերը տեսեք ինչ է կատարվում, մասսայական անաստագլխականակ են վերացնում, մասսայական, տարբեր ահազանգներ է գալիս, ուրեմն, էլ չեմ ասում գյուղատնտեսական ոլորտում ես խայտարակ վիճակը որ կա, միտեղ ջուր չկա, միտեղ արոտավայր չկա, մարդիկ զրկված են սահմանամերձ գյուղերում, սահմանամերձ գյուղերում չեն կարողանում իրենց անասունը հանդերը տանեն, որովհետև թշնամու նշանառության տակ է, եղած հողերն տվել են Ադրբեջանի, ուրեմն նվիրաբերել են Ադրբեջան, հիմա եկեղեցու հետևից ես ընկել, արա դու 380 եկեղեցի ես տվել Ադրբեջանին, մի հատ այդ կիրթ ու կառուցողական Ալիևին հարցրել ես այդ եկեղեցիների ճակատագիրն ինչ է։ Չէ ճուլանեք սարքել ասում, բանել սրբազաններն ճուլանապետ են։ Այդ որ սուրճ է դնում, հարցրեցին ու կիրթ ու կառուցողական այդ եկեղեցիների գլխին ինչ ես դրել։ Ցիրտը ցավացել է, հիմա սաղմոսից մեջբերումներ եք անում։ Դարել եք եկեղեցապաշտ, աստվածապաշտ, առաքյալ, սրբեր եք դարել, ախը գիտեք մի զազրելի բան կա, միջև հիմա գոնե գիտենք, որ դուք ես եկեղեցու, հիմա գնացել են եկեղեցի են ուզում մտնեն, մոն վառեն, եսի ինչ անեն, մի պղծեք այդ տարածքը։ Ով գնա, իրանք հա։ Իրանք գնում են, չէ, գնում են, հիմա իրանք ասում են հավատացյալներից էլ մի հատ խումբ է ստեղծում, խմբեր է ստեղծում, այդ բրոնեժիլետը հագեք, ասում են կասկեն, մասկեն, բան ասում են, եկեք ասում են բան արեք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Դերը թող փորձի գնա։ Դերը փորձի գնա։ Դուք պատկերացնում եք նույն բանը ոնց որ 44 օրյա պատերազմին դրել է մեր երկրի գլխին, այդ ավերը, այդ խայտարակությունը, որ ասեց ջոկատներ ստացեք, էս արեք, այն արեք, վերցրեք ու տանը ինչ կա, վերցրեք եկեք։ Հիմա նույն բանն է։ Եկեղեցու հետ է։ Ասում են ջոկատներ ենք ստեղծում, ես ինչ ենք անում գնում։ Մեղա քեզ Տեր Աստված։ Աշխարհում ես չգիտեմ նման բան։ Էլի պատմության մեջ նման բան եղել է թե չէ, ես չգիտեմ, ես համենայն դեպս ուսումնասիրում չեմ կարողանում։ Այսինքն բոլոր ոլորտները ձախողած, տապալած։ Մի հատ թափ-թփուկ նախարար, երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ մցրած։ Բանա քո հարցերը։ Ամենտեղ որտեղ ձեռես տալի խնդիր ու խնդրեմ։ Այս մարդիկ ուրեմն աղքատ են, աշխատող աղքատներ են դարել այս երկրում։ Մեր հայրենակիցները հայ մարդը դարել է աշխատող աղքատ։ Սա իրանք են միլիարդեր դարձել։ Բայց իրանք, բալա, մի հատ իրանց այդ կայֆերից, հաճույքներից, իրանց ուրեմն մի հատ կարող է զրկեն, ասում է բանա, լավ ասում է, աշխարհ նայելը լավ է, աշխարհ գնալը լավ է, հաճույքները լավ է։ Այդ մարդիկ պետք է այդ պարտքերի տակ, վարկերի տակ աշխատեն, սրանց գումար տան, ասում է դե Ինքներ բյուջեից տանի, իմիջիայլոցը չի դատի չեք տալիս, այս մարդիկ կոնկրետ քարոզ են անում, ընտրաշավի արդեն սկսել են իրենց մոտ, իմ քայլի, չգիտեմ կրթվելու ինչի եւ այն մի հաստատ գլուխ չգիտեմ ինչն էլ հայտարարել է բյուջեի այդ կրթվելը նորաձև է բյուջեի փողերն է, դա այն հպարտ հարկատուների ինչ ասում են ինչ հպարտ հարկատուներ էր ասում, ինչ էր ասում։ Պարոն Դանիլա, գոնե թույլ տան այս մարդիկ աշխատեն, հարկ տան, այ վայրենիներ, որ տանեք ծախսեն։ Հերոս հարկատուները գումար են վճարում, որ սրանք կրթվելը նորաձև է, այս ուրանալը նորաձև է շրջանակներում գնան ոյաժների ու փող թիվն էլ չեն ասում։ Քանի միլիոն դոլար եք ծախսում։ Սրա վրա
որ տանում եք պետական հաստատություններից է տարբեր մարդկանց, հավաքում եք ստիպողաբար են նստացնում։ Գիտեք ինչ ա, միջև հիմա բովանդակություն էլ չեն ասում ինչ ա։ Բովանդակությունը։ Այնինչ, եթե չեմ սխալվում, արդեն եթե չեմ սխալվում, տասնյակ այդպիսի հանդիպումներ ա եղել այդ շրջանակներում, դուք բազմապատկեք տեսնեք ինչ գումար, ինչ միլիոնավոր դոլարների մասին ա խոսքը, որ այս երկիրը հազարատ պրոբլեմ ունի, անօթևան ունի, սոված մարդիկ ունի, Արցախից բռի տեղահանված հայրենակիցներ ունի, կարկուտիչ տուժած հազարավոր հայրենակիցներ մեր հիմա չեն կարողանում իրենց այգիները մշակել, որ միջև հիմա մի դրամ մի լումա չեք տվել, չէ, բայց կրթվել է նորաձևա, կարանք 7 միլիոն, 8 միլիոն տոմս առնենք, մարդա գնանք հանգստանանք, գնանք մեր հաճույքներն անենք, $5,000 օրեկան ծախսենք կառավարական դաչաների վրա, մի քանի հազար դոլար հեծան Վարշավի վրա, քանի $1,000 ուրեմն այս ու այն կաֆեներում ու շրջաններում վերընկնելու համար, ամեն ինչի համար, բա մի հատ բան են, չէ, ազգային ժողովում են կաֆե սարքել, $100,000-ի ավել դոլար փող են ծախսել, $100,000 ավել, այսինքն սրանք մեր հայրենակիցներին բարից բուն իմաստով ձեռ են առնում, չի կարա, սիրելի հայրենակիցներ, ինչի համար ենք այս ամենը ասում, որ որոշ մարդիկ կան, ասում են, որ գիտեք ինչ կա, դե թողեք թող աշխատի, որ ոլորտն է աշխատում, բերեք մեկ օրինակ, որ այդ ոլորտը աշխատում է, կասեք, չկա տենց ոլորտ, գոյություն չունի, Արփիդիր, գոյություն չունի, ամենուր թալան, կողոպուտ, հափշտակություն, մարդկանց ջեբը մտնել, բանկերի միջոցով թալանել, հիմա բանկային համակարգի միջոցով են մտնում քաղաքացու գրպանը, հարկեր ու վարկերը տուրքերը հասնել եսիմ ինչ աշխանի, մարդիկ արդեն իրապես վրդոված են, սահմանամերձ գյուղերը գնում ես լացդ գալիս է, դժգուն, դժբախտ գյուղեր ես սարքել, դժբախտ, դժգուն երկիր ես սարքել, Քեզ մի բան է հետաքրքիր, անձնական վրեժխնդրություն, այլան ծարավ, որ հոգիդ փառավորի, որ ոնց կարած նենց անես, հայ մարդու դեմ դուրս գա։ Ուրեմն այսօր հաչացել է նորից Փաշազադեն, ինչա ասել, այս հոգևոր հայրը այս տականքի, ասել է, որ հայ առաքելական եկեղեցի ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ, այս մասին գրել է Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն, պապան, փոխանցում է ապա գործակալության, նա բողոքի նամակ եղել եկեղեցիների համերաշխության խնդրեմ։ Բայց դրանից առաջվա հայտարարություն չեք լսել, դրա շարունակությունն է, այսինքն սա ասեց, սրան ասեց, երևի մի հատ էլ արագացրու, այս մարդամեկին ասեց, մի հատ արագացրու, չհասկացա, մարդիկ դուրս են եկել, քեզ ինչ ենք ասել։ Ես էլ իր հոգևոր պապան այլ, ասա մի հատ արագացրու։ Նույն բանը սրանք չեն ասում։ Նույն բանը սրանք են ասում։ Որն է տարբերություն։ Մի բառի տարբերություն գտեք։ Դրանից առաջ էլ ասում էր, որ եկեղեցին Արցախի հարցը որ բարձրացնում է, զբաղվում է քաղաքականությամբ եւ այլ եւ այլ։ Էլի նույն բաները, էլի նույն խոսքերը։ Հիմա կասեք ուղղորդում չկա, հիմա կասեք այս չկա, այն չկա։ Այսինքն ամեն ինչ շատ ավելի պարզ ու հասկանալի է, սիրելի հայրենակիցներ, որևէ մի գաղտնիք չկա, արդեն իրենք բացահայտ ծրագիր են անում։ Գիտեք, որ դրանից առաջ արշավ էր սկսվել խաչերի դեմ, այդ որ ասում էր, բան արեք, այդ խաչքարերը ձեր վզից կախեք, այդ ամեն գյուղ գնում ենք խաչքարատե, բաներ անում, չէ, ներվում էր, այդ խաչերը տենում էր, մարդը ներվում էր։ Այդ ճանապարհների խաչ, ասում է, սարի գլխին խաչ, մարդու վզին խաչ, ներվում էր մարդը, ներվում էր։ Բայց դրանից մենակ սատանաներն են ներվում, Պարադալելյան։ Բայց դրանից առաջին չէ, եկեղեցիները, դասագրքերը։ Չէ, բայց մենակ սատանանն է, չէ՞, սա բան լինում, ոնց խաչ։ Չէ, դե ինքը իրան հավատացալ, ինքը Սաղմոս են մեջ բերում, բան են անում, Աստվածաշունչ, Սաղմոս, դե մարդիկ բան։ Փաշինյանը 6 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Աննա Հակոբյանից, Երկիր.am Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացած հայտարարագրում նկատել է մի հետաքրքիր փաստ 2024 թվականին Փաշինյանը Աննա Վաչիկի Հակոբյանից ստացել է 6 միլիոն դրամ գումար նվիրատվություն։ Դա ասում է փող չունեմ, ասում է փող չունեմ։ Այնու ազգային ժողովն ասում է փող չունեմ։
Բայց 10 միլիարդի շրջանառությունը տարեկան այդ Վիվարոյի հետում փողերն է։ Բայց 100 միլիոն այնտեղից որ տարան հետով տարավ։ Բայց ԱԳՆ մեկ տեղից գնումներ որ անում է այդ ով է դրա բայց մեկ անձից է գնումները այդ միլիոնները այդ ում բանն են ումն է ինչ որ մեկը Նիկոլ կհամարցակվի քո գլխի վրայից չէ դու ես ասել չէ այդ ով է իրա բանը ով է ռիսկ կարիս ես ինչ էր ասում դատավորներին այդ որ դատավորն է որ իշկանի ինչ որ մեկը կհամարցակվի վնգստա Նիկոլ այդ որ վնգստացող Պաշտոնյա տակո ենթական է համարցակվում կամ որ գործարարը կհամարցակվի 10 միլիարդ սեն շրջանարի կամ 2 միլիարդ թմրադեղ բամբերի կամ խաղատներով սենց պտտացնի, փող աշխատի, բուկմեկերական չգիտեմ ինչերով, Թուրքիայի հետ ինչ-որ սենց խաղեր տա, ոսկի բերի անցկացնի, ադամանտ բերի անցկացնի, էտով է էտ իրա գլխից ձեռքաշել Նիկոլ, քո ենթական, դու պատկերացնում եք ինչ-որ մեկը Հայաստանում տեն շրջանառություն, այդ միլիարդների ու Նիկոլը չի իմանա, բայց իրանք դի բոմժի տպավորություն թողնեն, ասեն, մի հատ բան արա, քանի միլիոն, մի հատ էս կոմեկո, մի հարցնողը նի, էս տիկնոջը որտեղից այդ միլիոնները, եթե բանը ինքնապետության բյուջեի հաշվին է, չէ՞, ամեն ինչը անում, չէ՞։ Ագնեցել էլի որ Երևանյան ինչ-որ հեռանկարի շրջանակները չմոռանաք դրա մասին, մի հատ այդ անուն ասա այդ կատնամթերքի, որ երեք գրում են որ այս կատնամթերքի արտադրությանը նրան տույժեր տուգանքներ են գիտեք ինչ է այդ այնա որ ասեն թե մի միլիոն տուր 2 միլիոն դոլար տուր էս տուր չէ այս կատնամթերքի նրան տուր էս են ասում բանը ինչի համար որովհետև մեկ է տեսնում ենք իմ քայլը կամ կրթությունը նորաձև է չգիտեմ ինչ է այնքան այդ թերաս կրթությունը հավերժական բան է երբեք նորաձև չի կարեն դա հասության բան է այդ արտահայտությունով է քեզ հուշել ինքը հավերժ է կրթությունը ծնված օրից արդեն մարդը պիտի կրթվի նորաձևությունը գալիս ու անցնում է կրթությունը հավերժական ընթացիկ բան է միշտ մարդու հետ է ինչ է որը Երեմյաններ մեկը տեսնում ենք Երեմյանների այդ բանի տնօրենը գովաբանում է իր էջում գրում է ինչու հիմա սա զուգադիպություն է որ զուգահեռ մյուս կատնարտադրողներին այսպիսի տուգանք չգիտեմ ինչ էր մեկը մյուս կողմից sense ողջունում այս տիկնոջը Երեմյանների, որ գնացել, չգիտեմ, օգնել է աջակցում, այսինքն ինչ անում, ասма դու բանը 10 տուր, ես քեզ 20 հնարավորություն տամ աշխատես 10 տուր, կողքից էլ մնացածների բիզնեսը ջարդեմ, որ դու կարողանաս աշխատել։ Սա է դա չի, խնդրեմ։ Այո։ Այս վերջերս էլ ուրեմն աչքովս ընկավ, որ ԱԳՆ-ն էլի մեկ անձի գնումներով էլի ծախս արել, հսկայական մի, այսպես ասած նախաճաշը, որ այդ անձնակազմի այդ գերակրվող այդ մարդկանց թվով հաշվում էիր, մեկ անձին մոտորապես ընկնում էր գրեթե մի 100,000 դրամ, այսինքն ամեն ուր բյուջեին մսխում, չարաշահում, իրենց ընտանիքի անդամներին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորում, անիվներ բացում, հատուկ ուրեմն կազմակերպություններ բացում, իրենց հակով, իրենց վրով, իրենց սրտին համապատասխան, պետական բյուջեից միլիոնավոր դրամների աշխատավարձ տալիս եւ ինչ են ասում դրանից հետո, ասում են աղքատությունը ձեր ուղեղներում է, ով որ քիչ է վարձատրվում, ուրեմն ինքը համապատասխան կրթական ցենզ չունի, իրենք ունեն այդ կրթական ցենզը։ Այդ որ մի քանի միլիոն աշխատավարձ եք ձեր տիկնանց, ընտանիքի անդամներին, բարեկամներին աշխատավարձ եք տալիս։ Դուք ունեք այդ կրթական ցենզը։ Այն ուսուցիչը այդ կրթական ցենզը չունի, որ 80-90,000 դրամ է ստանում։ Այն բժիշկը այդ կրթական ցենզը չունի։ Այն ուրեմն տարբեր ոլորտների են աշխատողները, որ մի հազիվ ծայրը ծայրին հասնում այդ կրթական ցենզը, դուք ունեք այդ կրթական ցենզը։ Լա բացեք, տեսեք իրենց կանանց աշխատավարձը։ Ինչ աշխատավարձներ են տալիս։ 10 միլիոն, 7 միլիոն։ Բա, հայ փոստում աշխատավարձը, այս նոր ուրեմն ԱԳՆ նախարարի Դե Պապոյանը Պիպոյանը նախարար լինի, այդ մակարդակի մարդը, չգիտեմ, որսկի մեկը բեռնատարի բան չէր, վստահի որ այս մարդ ինչ որ բան տեղափոխեր, այս մարդը նախարարը նստած ու բանա,
Էլ ինչի մասին է խոսքը, այդտեղից թող սկսեն, չէ՞, ուղղակի որ մարդիկ գնում են ընտրելու, ասում են ոչինչ, թող փողոցի բոմժը լինի, միայն թե չգիտեմ ինչ լինի, այ սիրելիներս, այսպես է լինում։ Բայց սա չի նշանակում, որ մենք չպիտի բարձրաձայնենք եւ պայքարենք ձեր իրավունքների համար, բայց նաեւ դուք պիտի հասկանաք, որ դուք էլ պիտի պայքարեք եւ ես առավոտյան էլ ասեցի, որ ասում են գնանք կաթողիկոսին դիմավորենք, դա կաթողիկոսի հարցը չի, մեր ձեր բոլորի հարցն է, որովհետեւ այդտեղ դրա միայն հարցը դրված չի եկեղեցին փլուզել, ավիրել հայ առաքելական եկեղեցին, դրված էր Հայաստանը բնաջնջել եւ ձեզ բոլորիդ։ Այն որ դուք նստում եք իմ կոնյակի հարցն է, կոնյակիս հարցն է, չգիտեմ, չէ։ Այս պիտի ամբողջական հավաքական բան պայքար լինի, որը կարողանանք այս թափթփուկներից ազատագրվել։ 2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցել պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհվածներ եւ վիրավորներ, պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է։ Մնացել այս մեղավորները պիտի պատասխան տան ինչքան կարելի է, այս գազի ինչ որ վերահսկողություն կա, իբր տեսուչներ կան, չգիտեմ ինչ կան, հատուկ վճարումներ կան սպասարկման համար, բայց ինչի համար է, եթե այս պայթյունները ով է մեղավոր, չգիտեմ, հայ գազարտն է, այդ կառավարությունն է, ինչ է, պիտի պատասխանատուներ լինեն սրա համար, թե պիտի պատասխանատուներ չլինեն։ Պայթյունի տուժածներից մեկն արդեն վիրահատվել է, 3 տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, այսպիսի ինֆորմացիաներ է գալիս, ցավոք սրտի կա 4 զոհ եւ 12 վիրավոր։ Սա էլ ՏԿ նախարարի պայթյունի վայրից հայտնում է այս ինֆորմացիան, նաեւ այսպիսի դժբախտ դեպքեր։ Եվ նաև իմպիչմենտի հետ կապված այսօր խոսեց նաև Իշխան Սաղաթելյանը, հանրապետականը եւ այս նախաձեռնողները շատ ակտիվ են, ինչ որ ձեզ մեղադրում են, որ դուք ինչ որ համագործակցության ինչ որ բաներ, չգիտեմ, այսպիսի բաներ են տարածում Հայաստան դաշինքի հասցեին, խնդրեմ։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, ասել, որ գիտեք ինչ կա, ամեն մարդ մտածում է փչացվածության իր աշճանով, եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այսպես ասած ազնվությունը, մեր նվիրվածությունը եւ մեր սկզբունքներն ու գաղափարները, ինչ ասեմ, ես չեմ ուզում այդ նույն բառապաշարով ու բառամթերքով խոսել, որովհետեւ ի վերջո գիտեք ինչ ամեն ինչին էլ չափ ու սահման ունի, բայց կամած այդ համբերության բաժակը լցվում է եւ թող ոչ մեկ չմտածի, որ ինչ որ բաներ կարելի են թույլ տա արտահայտություններ եւ դրա պատասխանը չստանա։ Այդ պատասխանը լինելու անհամաչափ հորդորում եմ, կոչ եմ անում ամեն մեկը թողել քաղաքի իր գլուխը, այն նվիրում այն ամեն ինչ որ ունեցել է հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստան դաշինքը, մեր երկրի, մեր պետության կերտման, տարբեր գոյամարտերին իր մասնակցության, տարբեր փողոցային պայքարների, ծանրակշիռ համեստ եմ ասում, ծանրակշիռ մասնակցության ցույց է տալիս վկայում է մեկ բանի մասին, որ մենք առավել քան վճռական ենք, առավել քան պատրաստական ենք, մենք կարանք ինչ որ մարդկանց հորդորենք, որ իրենք ավելին անեն, ավելին աշխատեն եւ ավելի նախաձեռնող ու ինքնազոհաբար աշխատեն ավելի մեծ եռանդով։ Ինչ մնում է նրան, որ կոնկրետ Հայաստան դաշինքը հայտարարել է, ասել է, նորից էլի կրկնում եմ, չեմ ուզում շատ էլի խորանամ սրա մեջ, մենք պատրաստ ենք, մենք անելու ենք ամեն ինչ, որ այս իշխանությունները հեռանան։ Դրանով թող ոչ մեկ չկասկածի։ Կոնյակի արտահանումն արգելողբեկ որոշումն անելու բան չէր, Բաբկեն Պիպոյանն է ասել, փորձագետ է ինքը։ Տարանցիկ երկիր Վրաստանը թույլ չի տալիս հայկական կոնյակը արտահանել Ռուսաստան, իսկ պետական եկամուտների կոմիտեն որոշել է արգելել արտահանումը։ Տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերին կուտակումները ՀՀ մաքսային ծառայության նպատակահարմար չի համել, այսինքն հայերն էլ են սկսել այստեղից որոշել են, ասում են թույլ աբսուրդ էլի, աբսուրդ։ Փոխանակ հարցը լուծեն, իրանք ասեն, դե մենք ոչինչ այստեղից չենք թողնի գնալ։ Հասկանալ համար արդյոք ճիշտ է, ուրեմն եւ սրա մասին խոսել է փորձագետ Բաբկեն Պիպոյանը, չեմ կարող ճիշտ համարել կամ սխալ, քանի որ դա անելու բան չէ։ Իսկ եթե այլ պատճառներ կան, ապա որոշակի գործողություններ գնալուց առաջ այլ պրոցեսներ են տեղի ունենալու, որոնցից ելնելով այդ գործողություններն իրականացվում են։ Նշել է, որ առանց թափանցիկ համակարգ եւ պատճառահետևանքային կապ ունենալու գնահատական հնչեցնելը նշանակում է լինել նույնքան ոչ պրոֆեսիոնալ եւ այլ։ Այսինքն այսպիսի անհեթեթ քայլի է գնացել հայկական կողմը, դե չեք թողում, մենք էլ բան չենք անի։
Մենք էլ թույլ չենք տա, էլի։ Թե տեսեք, հետաքրքիր մի բան է կատարվում, էլի, քանի որ գյուղատնտեսությունը ոչնչացվում է, բառեզբուն իմաստով գյուղատնտեսությունը ոչնչացվում է։ Ես անցած անգամ եմ եթերից ասել, սա ուղիղ ճանապարհ է բացվում թուրքական գյուղմթերքի Հայաստան մտնելու եւ գիտեք, որ նաեւ ԵԱՏՄ շուկայում Հայաստանի մրցակիցը թե ձկան, թե ծաղկի, թե ալկոհոլային խմիչքների դա Թուրքիան է, դա Ադրբեջանն է գյուղմթերքի հարցով։ Եվ սա ծանր հարված է մեր գյուղատնտեսությանը։ Եվ սրա նպատակը հետեւյալն է, որ ինչ որ մի օր էլ չզարմանաք սիրելի հայրենակիցներ, ասեն, որ բա մեզ գյուղատնտեսություն պետք է, մեր գյուղացիները կարան գնան ասֆալտ փռեն, կարան մատուցող աշխատեն, ոնց որ ասում են, չէ, բա ճանապարհը կբացվի, ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, ասեն զբաղվեք, ձեզ պետք չի գյուղատնտեսությունը, կախված երկիր կլնենք, այսինքն այդ տարենային անվտանգություն բան էլ չկա այս մարդկանց համար։ Երկիրը նորմալ իշխանությունների պարագայում է խոսքը, այդ իշխանությունների մասին է։ Մտածում է սեփական տարենային անվտանգություն ապահովելու, կախվածությունը կչացնելու, սեփական արտադրանքը հնարավորինս լայն շուկաներ։ Այս աբսուրդը նայեք, ուրեմն Վրաստանը խնդիր է ստեղծել, չեն կարողանում տանել։ Այս ապուշների որոշումը նայեք, ասում դե լավ, մենք եկա որոշենք, մենք էլ չենք թողնի։ Մեր ապրանքը այստեղից գնա։ Այո, ապուշներ, փոխանակ հարցը լուծեն, այս մարտիկ կանյա կտանեն։ Ես ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել։ Ինչ էին ասում սրանք քանի ամիս առաջ, կհիշեք, խոսում էին եվրոպական շուկաներ արտահանելու, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, անգամ խոսում են դրա մասին ԵԱՏՄ շուկան, ասենք մի հատ արտերիա կա, էլի մի հատ երակ կա, որ տնտեսությունը շնչում է։ Էդ էլ խեղդում են։ Տնտեսությունը շնչում է, որ բան է։ Չէ, ուղղակի պիտի հասկանաս, քանի որ փողոցից եկած ապիկարտահասներ են, տգետներ են, դա է պատճառը, թե հատուկ են անում։ Գազը մեզ պետք է աթար կվառենք։ Ասում գազը մեզ պետք է աթար կվառենք, բրինձ կուտենք։ Բայց հիմա ոչ բրինձ են ունենալ, ոչ էլ աթար, որտեվ այդ անասուններին մորթում են, ոչ արոտավայր կա, ոչ պահող կա, ոչ հնարավորություն կա, դա էլ չկա, սիրելի հայրենակիցներ։ Հիմա այսօր այս հարցը չգիտեն էլ բրինձ աճեցնելու համար ինչ բնակլիմայական պայմաններ ա։ Ուզում եմ սրա մասին խոսել, իրանցի բնակիչների ավելի քան 50%-ը ստացել է փոխհատուցում, Տավուշի մարզպետն է ասել, քանի որ դուք անդադ կապի մեջ եք եւ նաեւ Տավուշից եք, Տավուշի մարզպետն է ասել, իրանցու բնակիչներին տրվել եք փոխհատուցումները կառավարության գաղտնի որոշմամբ է իրականացել, հավաստիացնում են, որ 50% ավելի, ասենք ինչի՞ մենք ձեր հավաստիացմանը հավատանք եւ ինչու է դա գաղտնի տրվել, օրինակ 90%-ի, այսինքն գաղտնի ծրարով տարեփող եք տվել, ինչի համար, ինչ է սա նշանակում, այս մասին ասել է ուրեմն Հայկ Ղուլումյանը, շտացողների մասով Ղուլումյանը ասել է, որ Ղալումյանն ասել է, որ տեխնիկական խնդիր կան, բայց դրանք էլ process-ի մեջ են։ Արդյոք տեխնիկական հարցեր են, թե ուղղակի մարդկանց ստիպում են, որ հրաժարվեն իրենց հազարամյա տվել այն ձևանմուշը, որով որ այն մարդիկ, որոնք որ իրենց գույքը ունեցվածքը կորցրել են, այդ թուղթը տալիս են իրանց, այդ թղթի վրա իրենք գրում են, ստորագրում են, որ հրաժարվում են գույքային այլ իրավունքներից, եւ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից են հանձնել։ Այդ ով որ այդ լոլոները ասում է, սիրելի հայրենակիցներ, մի հավատացեք դրան։ Կոնկրետ կադաստրային քարտեզ է փոխվել, ես անցած անգամ կադաստրի պետին ասեցի, մի քանի օր առաջ ընդհանրապես տարածիորեն, մի քանի օր առաջ ասել եմ, դուք հանցագործ եք, դուք կադաստրի վկայականները, որ կա իմ մոտ էլ կա տասնյակ կադաստրի վկայականներ, ճանաչել եք առ ոչինչ, ասել եք, որ այդ վկայականները անօրինական են, իբր քրեական գործ եք հարուցել, ասել եմ այդ քրեական գործից ինչ նորություն կա, որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է, իմիջիայլոց այդ կադաստրի վկայականները հիշեցնեմ, դա սովետական շրջանից սկսված մինչև իրենց իշխանության օրոք տվել են, այսինքն տասնամյակների ընթացքում ամեն մեկի իշխանության օրոք կադաստրի վկայականները փաստացի տվել, բայց սրանք ասում են այդ հողերը մերը չի, դա ադրբեջանական է, և փող հայրենիքի դիմաց կոնցեպտը, որտեղ խաց ընդեղ կաց կոնցեպտը, պիլոտային ծրագիր են իրականացել Տավուշի մարզում,
Ինչ որտեղ հացորք Հա, դե հայրենիքը ծախել, որտեղ փող, հանձնել, ընդ ինչ հայրենիք, ծախելու, հանձնելու, ընդ ինչ պլաններ։ Այնտեղ ինչ սուրբ ուրեմն սրբություններ, սրբավայրեր, պատմամշակութային կոթողներ չէ, սա ադրբեջանական է։ Այն եկեղեցու համար որ ես ասում էի, գոռում էի, ասում էի, այդ եկեղեցին, որ 7-րդ դարի եկեղեցին կանգնած է այդտեղ, այ որ ասում եք եկեղեցիներ եւ այլ։ Այդ կանգնած եկեղեցին դա փաստն է, այն որ դա հայկական հողեր են, հայկական տարածքներ են եւ իմիջիալոց նաեւ ես ձեր եթերում ասել եմ մեկ անգամ եւս կրկնեմ, այդ փոխհատուցումների թեման դարձել է ընտանիքների ներսում կռվի անհաշտության թեմա։ Դե իրանց միայն արյուն է տալի, չէ՞, ինչքան պառակտեն, մի գյուղի ներսում, ինչքան բաժանեն, մի ընտանիքի ներսում մարդուն փաստի առաջ են կանգնացել իր հողը վերցրել, ես չեմ ուզում շատ մեղադրեմ այդ մարդկանց, որովհետև մարդիկ կան գույք են կորցրել, իրանց իրավունքն է, բայց համենայն դեպս այս մարդիկ փորձում են իրենց նաև հանցակիցներ դարձնել մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին, եւ այս առումով շատ կարեւոր է, որ մենք գիտակցենք, որ հողից, հայրենիքից թանկ որևիցե մի բան չկա եւ գալու է ժամանակը բոլոր այն մարդիկ, որոնք որ կադաստրի քարտեզներ են փոխել, որոնք որ փաստաթղթեր են կեղծել, այդ մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության։ Շնորհակալություն։